շատ ցցուն դեպք է փաստաբան իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանի դեպքը բոլորս նկատեցինք Ռուբենը ինքը բարձրահասակ է եւ շատ լավ երևում էր բոլոր կադրերում որ ձերքերը վեր պարզած էր եւ նույնիսկ այնտեղ ինքը ուղղակիորեն պայքարում էր որ մարդկանց ծեծի չենթարկեն եւ իրավապաշտպանը ով պայքարում էր մարդկանց իրավունքների պաշտպանության համար կալանավորված է ուզում եմ հատուկ շեշտել, որ Ռուբեն Մխիթարյանը մեր ձևով շարժման անդամ է։ Հիմա չեք կարծում, որ այդ որ դուք ասեցիք հատուկ ցուցակներով է եկել։ Հատուկ ցուցակների մեջ ներառված են եղել հենց այն անձիկ, ումից իրենք փորձել են ազատվել, այդ թվում նաև օրինակ մեր ձևովի անդամից։ Ես չեմ կարող ասել, անկեղծ օրինակ Ռուբենին տարել են նրա համար, որ ինքը քաղաքական շարժման հարողեր թե փաստաբան էր, բայց մի բանում գրեթե համոզված եմ, որ իրենք իսկապես այո, նախապես որոշել են, որ օրինակ տվյալ մարդուն է պետք է տանեն։ Որովհետև օրինակ նույն այդ ձեր ասած տեսանյութերի մեջ ես էլ բազմաթիվ կադրեր եմ տեսել, որտեղ Ռուբենը ոչ թե հրահրողի կամ մասնակցի դերում էր, այլ ընդհակառակը հաշտեցնողի դերում Այո, էր։ այո։ Եվ բնականաբար դա ամեն ինչը չմասուց։ Ես ձեզ ավելին ասեմ, բոլոր համենայն դեպս այդ կալանավորված անձանց ճնշող մեծամասնությանը անձամբ ճանաչում եմ։ Ու նաև այդ տեսանյութերը նայելով ես որևէ մեկի կողմից չեմ տեսել որևէ ավելորդ գործողություն։ Անկեղծ չեմ տեսել։ Մ, Եվ ես վստահ եմ, որ այնտեղ այդ քաշքշուկը հրահրվել է համիդիական ջոկատների կողմից եւ նաեւ նրանց կողմից, այսպես ասած, ուղարկված սադրիչներից եղող։ Այսինքն իրենք իրենց համար բախում են բեմադրել, քաշքշուկ են բեմադրել եւ արդյունքում ձերբակալել են բոլոր նրանց, ում որ հարկ են համարել ձերբակալել։ Օրինակ, ես չնշեմ այս բային անուններ, բայց առաջիկայում նաև այդպես անունները նշելով եկե խոսենք, այնտեղ տեղում մարդիկ կային, որոնք ընդամենը այդ օրվա ընթացքում զուտ Facebook-ով գրառումներ են արել կամ ուղիղ եթերներ են արել։ Բայց այդ մարդկանց այսօր մեղադրում են զանգվածային անկարգություններ իրականացնելու մեջ։ Եթե, չգիտեմ, ուղիղ եթերով դուստաբանելը զանգվածային անկարգություն է, ուրեմն պատկերացրեք, այսօր Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանցագոզ է։ Որովհետև ով որտեղ մտնում է, միանգամից փորձում է ուղիղ եթերով ինչ-որ բան ցույց տալ։